Հիմնական պետք է անդրադառնանք ամուսնական խնդիրների վերաբերյալ մի բան եմ ուզում ձեզ խնդրել։ Երբ որ ինչ-որ խոսքեր որ կլսեք, երբևիցե ձեր կողքինի մասին մի մտածեք, որ ասեք թող իմ կողքինը լավ լսի, թող իմ ամուսինը լավ լսի։ Եկեք բոլորս լավ լսենք։ Թող ձեր ամուսներն էլ լավ լսեն, կանայքն էլ լավ լսեն, մենք էլ լավ լսենք։ Սովորաբար մի բան եմ ձեզ ուզում խնդրել։ Սատանան ստեղել է կարողանում շփոթացնել։ Եթե մի բան, որը անհաջողության է տանում, ընտանիքում անհաջողություն կա, ընտանիքում խնդիրներ կան, դարձյալ հակառակորդը կարողանում է ուշադրությունը շեղել։ Դա նա է մեղավոր, նա է մեղավոր, նա է մեղավոր։ Հոգևոր մարդիկ միշտ անձնաքննությամբ Տիրոջ առջև են եկել։ Դուք գիտեք, որ ժամանակին Աքաբը մեղադրում էր Եղիային, ասում էր, ես բոլորը քո պատճառով եղավ։ 3.5 տարի անձև չկա, անասունի համար էլ խոտ չկա։ Մարդ այդպիսի բնություն ունի։ Եվ Եղիան գիտեք ինչ ասեց։ Ասեց դու սխալվել ես Աքաբ։ Մեղավորը դու եք եւ քո օրտունը։ Մեղավորը ես չեմ։ Այդ վիճակի մեջ էլ Եղիային էր մեղադրում։ Եկեք ոչ մեկին չմեղադրենք։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, մանավանդ որ ոմանք որ եկեղեցով ամուսնացել են, ուղղակի խնդրում եմ, նայեք Տիրոջ խոսքին ինչ է ասում։ Եփեսացիս 5-րդ գլխի 21 խոսքում, Եփեսացիս 5-րդ գլուխ 21 խոսքում գրված է իրարու հնազանդ եղեք Աստծո վախովը, իրարու հնազանդ եղեք Աստծո երկյուղովը։ Այսինքն, եթե Աստծո երկյուղը կա ընտանիքի մեջ, ամուսնու եւ կնոջի մեջտեղ, նրանք պետք է իրար լսեն, իրար կարողանան հարգել։ Ինչպես գրված է, ամուսինը պետք է սիրել կնոջը, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին։ Իսկ կնոջ կողմը գրված է որպես գլուխ, հարգել, պատվել եւ հնազանդվել։ Սա սովորեցնում է Սուրբ Գիրքը։ Եթե մենք կարողանանք ուշադրություն դարձնել Տիրոջ խոսքին, մենք հաջողություն կունենանք։ Եթե Տիրոջ խոսքը գեդինը չգցենք, այն որ մարգարեները մեզ համար մարգարացել են, առաքյալները խոսել են այսօր ընտանիքի մասին, այդ փոխադարձ սերը բերում է մեծ հաջողության այս ընտանիքում, որտեղ սեր կա, որտեղ միաբանություն կա, այնտեղ օրհնություն կա ընտանիքի եւ զավակների վրա եւ ունեցվածքի վրա։ Եթե միտեղ այդպես չի, եթե այն քույրերը, որոնք իրենց ամուսնունը չեն ընդունում որպես գլուխ, հետագայում կանգնելու են դժվարության առջև։ Դուք գիտեք, որ հին ուխտում էլ, երբ որ Հակոբը գնաց քեռու մոտ եւ ամուսնացավ, Ռաքելը առանց իր ամուսնու որպես գլուխ նարեց ծածուկ բան, գախտնի եւ մի անգամ գողացավ իր հոր կուրքերը եւ Հակոբին ոչինչ չասեց։ Հակոբը չիմանալով երտումք է բանարեց, ասեց, որի որ մոտ գտնես, այդ անձը պետք է մեռնի։ Դուք գիտեք, որ Ռաքելը երիտասարդ էր, երբ որ մահացավ։ Ասեց նա պետք է մեռնի։ Թեկուզ ծածուկ մնաց, չգտավ կուրքերը, բայց իր մոտ էր։ Եղբայրներ քույրեր, այն ամուսին կանայք, որոնք որ ծածուկ են անում, առանց գլխի են անում, կանգնելու է մեծ դժվարության առջև Աստված չի օրհնել իրաց կյանքը։ Ինչ որ անում եք, արեք միաբանությամբ։ Արեք իրար հետ զրուցելով, խորտակցելով։ Արեք ինչ որ անում եք, սիրով արեք։ Իրար մի նեղացրեք։ Եթե ամուսին դու նեղացնում ես քո տիկնոջը, դու նեղացնում ես Տիրոջը։ Եթե կին նեղացնում ես քո գլխին, նեղացնում ես իր գլխին, որը Քրիստոսն է։ Այդպես է գրված։ Հիշում եմ այդպիսի մի դեպք, որ եղել է տարիներ առաջ, պատահական չէ, որ առաքյալը գրում է, որ թեկուզ ասում ամուսիններ, դուք առանց բարկության ձեր սուրբ ձեռքերը թող վերև բարձրանան, առանց բարկության։ Եվ խոհեմությունով իրար հետ բնակվեք, որպեսզի ձեր աղոթքին արգել չլինի։ Հնարավոր է շատ ընտանիքի մեջ արգել կա աղոթքին։ Աղոթքը չի լսվում, որտեղ իրար հետ խոհեմությամբ չեն ապրում, իրար նեղացնում են։ Երբ որ մի եղբայր թե աշխատանքի ժամին է, թե տան մեջ դրված ոնց ասած ներքևի հարգում, կինը չգիտեմ ինչ է լինում, թե աննազանդություն անում, լապատկա է օգտագործում։ Լապատկով խփում է կնոջը։ Հետո եղբայրները կանչում են իրան, որպեսզի վերջ-վերջով ինքը հաշվետվություն տա, ասում այ եղբայրներ ջան, ինչ եմ արել, տապակ կողմով եմ խփել։ Այսինքն դրա մեջ էլ ուզում իրան արտարացնել։ Հնարավոր է մի եղբայրն ասի, ինչ կա, ես ապտակում եմ, բռունցք չեմ օգտագործում։ Սուրբ Գիրքը արգելում է։ Եղբայրներ քույրեր, գավազան օգտագործումը գրված է միայն երեխայի համար է գրված։ Չի գրված կնոջ համար, մի տեղ այդպեսի տեղ չի գրված։ Կնոջ համար եւ մյուսի համար չի գրված։ Ես ինչի համար եմ ձեզ խնդրում,
որովհետև դա շատ կարևոր է այսօր մեզ համար, որ վերջ-վերջով քույրերը հասկանան իրանց դերը, ինչպես պետք է իրանց ապրեն, որովհետև մենք անդրադառնում ենք, որ Տիմոթեոսի թղթում է գրված այն մարդը, ինչպես գրված ասեցի, առանց բարկության, իսկ կանանց մասին գրված է վայելուչ հագուստով, ամոթխածությամբ, պաշկեշտությամբ եւ ոչ թե մեծածախս հանդեսներով, այլ բարի գործերով։ Այսինքն, եղբայրներ, քույրեր, ամոթխածությունը, խոնարհությունը, խոհեմությունը դա մեծ բան է։ Խոհեմ կինը իրոք որ ամենտեղ գովում է։ Խոհեմ կինը դա իրոք որ Աստծո առջև հաճելի է։ Կարտակին զարդ, որը դա մարդկանց ցույց տալու համար է, որ Աստծուն հաճելի չի դա, բայց կա ներքի մի զարտարանք, որը գրված Աստծո առջև խիստ պատվական է։ Ինչը նշանակում լինել պատվական, խիստ պատվական։ Այդ ներքին գեղեցկությունը դա խոնարհությունն է։ Այդ խոնարհությունը եւ խոհեմությունը դա մարդուց չեն ժառանգում, գրվածը Տերից է դա։ Տերից է, Աստծուց է, դա պարգև է։ Դրա համար եմ ասում, այն կանայք, որոնք ունեն այդ խոնարհությունը, դա Աստծուց մեծ շնորհք ու պարգև է։ Թող Աստված օգնի, որ այդ պարգևները շատանան մեր քույրերի մեջ, խոհեմությունը, համեստությունը, ամոթխածությունը։ Գրվածը միջ անգամ Սառան իր ամուսնուն Տեր էր կոչում, նա ամոթխած էր։ Այսօր գիտեք, անհավատ ընտանիքների մեջ էլ կա, իրոք որ կանայք շատ երկյուղած են, շատ զգուշ են։ Փորձեն մի հատ ձայնը բարձրացնել ամուսնու մոտ, այդպես բան հնարավոր չի։ Իսկ դեպքեր եղել են, գիտեք, միջ անգամ դեպքեր եղել են, հիմա էլ կան այդպես դեպքեր, որ ամուսինը շատ չար եղել, շատ ժանդաբարո եղել։ Իսկ կինը մի տեսակ սսկված, կուչ եկել սենյակի մեջ։ Երբ որ դարձի եկել ամուսինը, հակառակ սկսել է կինը չգնահատել, լեզու է սկսել դարձնել։ Եղել է նման դեպքեր, միջ անգամ ամուսինը ասել է, ես տեսնում եմ, որ դու չես գնահատում։ Ինչ ես ուզում, դառնամ նորից իմ կյանքին։ Երևի միգուցե այդ կյանքը քեզ դեռ չի տալիս, դառնամ իմ կյանքին։ Այն կյանքը ոնց ասած, որ գիշեր-ցերեկ քեզ հալածելու, նեղելու, ծեծելու։ Այսօր շատ կանայք, որոնք չեն գնահատում։ Ես մի բան եմ ուզում ձեզ խնդրել, եղբայրներ, քույրեր, կարևոր է սա։ Այդ միաբանությունը, սերտ միաբանությունը կարևոր է ընտանիքի օրհնության համար, երեխաների համար էլ։ Եթե դուք իրոք չեք կարողում իրար հարգել, սիրել, իրար պատվել, վերջ-վերջով իրար կարողանալ լսել, ինչպես մենք փորձենք մեր երեխաները մեզ լսել։ Ինչ որ սերմանում ենք, նա էլ պետք է լիքա։ Ինչ որ մենք անում ենք, մեր երեխաները նույնը պետք է անեն մեզ համար։ Կարողանանք իրոք որ իրար հետ նկատմամբ այդպես լավը լինել, որ Աստված օրհնի ընտանիքը։ Թող Աստված իր գործը կատարի մեր մեջ։ Ես խնդրում եմ ձեզ Տիրոջ սիրով, ուշադրություն դարձրեք իրոք որ ձեր հոգևոր կյանքին։ Ուշադրություն դարձրեք իրար նկատմամբ, թե ինչպես է կարողանում իրար հարգել, իրար տեղ տալ։ Վերջ-վերջով, եթե նայում են գրվածը դա որպես սուրբ ընտանիք է դա, եթե հարցեր կան, շուտ լուծեք այդ հարցերը, կարողացեք իրար ներել, կարողացեք ձեզ սխալ ընդունել, զղջացեք եւ կարողանաք ոնց որպես ընտանիքի մեջ Աստված փառավորվի։ Ժամանակները այնպես են, մեզ չեն սպասում։ Ես խնդրում եմ Տիրոջ սիրով, որպեսզի կարողանաք դրա վրա խիստ ուշադրություն դարձնել, ամուսին եւ կին։ Արդյոք դուք սրտով միաբան եք։ Արդյոք կարողանում եք միաբանությամբ Տիրոջ առջև աղոթք բերել։ Եթե կան դժվարություններ, խնդիրներ, անկեղծացեք Տիրոջ առջև։ Կարողացեք ճիշտ խոստովանություն անել։ Ունակ դեպքեր կան, գիտեք, միջ անգամ շատ քույրեր կան, որոնց իրանց ամուսինները թեկուզ հոգևոր են, բայց չունեն այդ վիճակը։ Նրանք չեն կեն համարձակվի գնան եղբայրներին պատմել, որ գոնե իրանց ամուսիններին օգնել, վախենում են։ Մտածում են, որ ավելի մեծ հալածանք կա իրանց գլխին։ Ոչ թե անհավատ ամուսնու կողմից, հավատացյալ ամուսնու կողմից։ Ավելի լավ կլինի ոչինչ։ Թեղ նեղություն հալածանք լինի, բայց բացահայտի վիճակը, որ եղբայրները կարողանան օգնել, դա խափնված վիճակ է։ Միգուցե ժողովրդի առջև կամ քարոզում է, ցույց է տալիս։ Ես հիշում եմ ճամբարում, միգուցե կարող է, չգիտեմ, այդ եղբայր քույրերը այստեղ լինեն։ Հիշում եմ, ամուսինը վերջ-վերջով ճամբար գնալուց անարգել էր, կոպտել էր, վիրավոր էր, այդ սրտով դուրս էր եկել եւ գնացել։ Հետևից տիկինը իր կողակիցը նամակ էր ուղարկել։ Նամակ էր ուղարկել։ Եվ այդ սրտով ինչպես գնացիր։ Ինձ վիրավորեցին, ինձ կոպտեցին, անարգեցին, ինչպես դու պետք է այնտեղ աղոթք կանես։ Եվ իրոք որ վերջ-վերջով փառքաստով իր եղբոր վրա ազդել էր։ Թեկուզ գրվածը քույրերը տկան անոթ են, բայց պետք է գրվածը նրանց պատիվ տալ, որպես կինար շնորհքի ժառանգագիցներ։ Տկար են, բայց պետք է պատվել, պետք է աշխատանք տանել։ Իսկ հակառակ կանայք պետք է իրանց ամուսիններին շատ հարգեն եւ կարողանան շատ պատվել, որպես գլուխ ընդունել։ Ինչ որ պետք է անեք, օգուտը ձերն է։ Օգուտը ձերն է, ձեր ընտանիքին է եւ Աստված կօրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը։ Խափնված չեք լինի։ Եղբայրներ, քույրեր, իմ աղաչանքն է ձեզ։ Մտերմության մեջ շատ հարցեր են լուծվում։
Շատ մտերմության մեջ ավելի կարևոր հարցեր կլուծվեն, եթե կա այդ մտերմությունը ձեր մեջ։ Կարողանաք իրար հետ հարազատանալ, իրար հետ կիսվել, կարողանաք իր սրտերը բացել իր առջև եւ շատ մեծ բժշկություններ կլինեն։ Բայց ինչքան ընտանիքներ կան, որ կին ամուսին թեկուզ մի տան մեջ են, բայց սրտով առանձին են։ Սրտով նրանք միասին չեն։ Երեխաներն էլ են նկատում, որ այդպես չեն։ Թող Աստված օրհնի ձեզ եղբայրներ, քույրեր, այս բոլոր բանի մեջ, որպեսզի նորից եմ ասում, հասկանանք Տիրոջ կամքը, Տիրոջ օրհնությունը։ Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ կանանց մասին գրված է, որոնք որ ամուսնացած են, նոր են ամուսնացած, առաքյալը պատվիրում է Տիտոսի 2:5-ը։ Երիտասարդներ կանանց մասին գրված է խոհեմ լինեն, ողջախոհ, տնաշեն, բարեգործ, իրենց այրերուն հնազանդ։ Թող Աստված օգնի, մանավանդ խնդրում եմ, առանց տրտունջի։ Վերջերս անցյալ տարի Պավել եղբորը, որ եղանք Նիժնի Նովգորոդում, ամուսնացած քույրերի հետ էինք խոսում։ Որոշ բաներ խրատեցինք, ասեցինք, քույրեր, խնդրում ենք ձեզանից շատ բան մի պահանջեք ձեր ամուսներից։ Շատ մեծ բաներ մի պահանջեք։ Ինչ որ կա գնացեք, բավարարվեք։ Շատ դեպքերում պահանջում են, որը չկա։ Ուտելիք են պահանջում, որը չկա։ Հագնելիք են պահանջում, որը չկա։ Մի պահանջեք։ Եղածով բավարարվեք, Տիրոջը փառտվեք։ Մի տրտունջ ապրեք, որ Աստծո առջև հաճելի չի։ Այն քույրերը, որոնք որ խանգարում են իրանց ամուսներին, որոնք որ Աստծուն պետք է ծառային կամ ծառայում են, նորից եմ կրկնում, Աստված գիտի ինչպես անել, որ ձեր ամուսները շարունակեն իրանց ծառայությունը։ Այդ դեպքը պարտավոր եմ ձեզ պատմել։ Մեր Սերգ եղբայրն ասում է, Ռուսաստանում մի հատ քույրի կար։ Ամուսինը շատ հոյակապ ամուսին էր, նվիրված էր, երաշտության գործով եկեղեցուն շատ մեծ օգուտ էր տալիս, բայց կինը տրտնջացող էր, շատ տրտնջացող էր, շատ դժվարություններ էր ստեղծում։ Միջ անգամ ասում են, քան կապած էր աշխարհի նյութականի հետ, երբ որ ասում են, իրոք որ եղբայրները գնում են տունը նստում դիվանին, մի բան ճմրթվում էր, խոսում էր, եղբայրի հետևից խոսում էր։ Էս ինչ է, եկան սենց արեցին, լրի մարմնավոր հավատացյալ էր։ Մի շաբաթում գրիպով հիվանդացավ, մահացավ։ Մի շաբաթում։ Ես ինչի մարեմ ուզում ասում ձեզ վախեցնելու համար։ Եթե դու իրոք որ չես գնահատում, արկելք ես հանդանում, տրտնջող ես, Աստված մի հատ հոյակապ քույրի կբերի։ Քեզ եք վերցնի, միագին կբերի, բայց ինչ իմանաս, ուր պիտի գնաս այդ վիճակով։ Ասում է թաղում արեցին։ Ուշացավ, խոսքը երկարացեցին, Աստված դրա թաղումն էլ չօրնեց։ Տրտնջացողին Աստված չի օրհնում, գողացողին օրհնում է։ Թաղման ժամանակ երբ որ ասում է դագաղի ճասնում է, արդեն ասում է ջուր անձևոտ եղանակ էր, փոսի մեջ ջուրը լցվեց, ցեխեր առաջացե։ Դագաղի ճասնելուց շուռ եկավ այդ մահացող քույրիկը երեսնի վրա ցեխի մեջ, այդ դագաղը գցեցին, հողով ծածկեցին։ Ես ասում եմ հեռացա, գլուխը ձեռքերի մեջ առնելով ասեցի, այսինչ անարգալից թաղում եղավ։ Անարգալից, ոչ թե պատվով էր, այլ անարգալից էր։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, տրտնջի պատճառով անապատի մեջ հազարավոր մարդիկ ընկան։ Մի տրտնջացեք, մի մեղադրեք, մի դատեք, մի դենեք վերցեք։ Սա օգուտ չի բերի մեզ, ձեր ընտանիքին օգուտ չի բերի։ Բայց ուղղակի այսպեսի մի խնդրվածք էլ ունեմ, որը վերաբերում է ասենք երիտասարդներին, որոնք որ վերջով ասենք ամուսնացած չեն։ Ես Տիրոջ սիրով ձեզ խնդրում եմ։ Մանավանդ եղբայրներին եմ խնդրում, այն եղբայրներ, որոնք որ լուրջ հոգևորներ են։ Երբեք գեղեցկության մի խափնվեք։ Շատերը խափնվել են, բայց արդեն ուշ է։ Գեղեցկությունը դա խոհեմություն չէ։ Դուք միշտ փնտրեք այն քույրերին, որոնք որ իրանց ծնողներին լսող եւ հնազանդ են, որոնք հարգում են պատմում իրանց ծնողներին։ Եթե մեկ իր ծնողին չի հարգում, ընդհանրապես քեզ որպես ամուսին չի հարգի։ Իմ խնդրվածն է, որ դուք առաջնորդվեք Աստծո կողմից։ Սուրբ ոգին ձեզ առաջնորդի։ Դուք իրավունք ունեք հետաքրքրվելու նրա հոգևոր կյանքի համար հովիվների ընտանիքներին։ Եթե հայրեր կամ մայրեր կան, որոնք հոգևոր են։ Իսկ ինչ վերաբերում է քույրերին, դուք էլ իրավունք ունեք նայել են եղբայրները, որոնք որ հոգևոր են։ Նման դեպքեր շատ են եղել։ Ամուսնացել են, պարզվել է, որ այդ եղբայրը ընդհանրապես հոգևոր անձնավորություն չի։ Մարմնավոր անձնավորություն է։ Կոպիտ, վերջ-վերջով անվայել իրան է պահում։ Միջ անգամ ես մի բան եմ ձեզ խնդրել, նման դեպքեր եղել ես եմ նկատել։ Մենակ խոսելուց հոգևոր մարդիկ նկատում են նա հոգևորը թե չէ, նրա խոսելուց հասկացել են թե նա հոգևոր է թե ոչ, որպեսզի ձեզ համար տառապանք չլինի։ Իմ խնդրվածն է, ամեն բանի մեջ պետք է ունենաք առաջնորդություն։ Ինչ որ էլ խնդրես, ասա Տեր վերջում թող քո կամ կլինի։ Այսինքն ոչ թե միայն պետք է եղբայրները հոգս անեն, քույրերը պետք է հոգս տանեն Տիրոջ առջև այդ հոգսը տնեն։ Տեր Աստված բարի, դու գիտես իմ դժվարությունները, դու գիտես ամուսնական խնդիրը վերջ-վերջով Աստծո մոտ անկարելի բան չկա։ Օրինակ եղել է Ռուսաստանում, երբ որ տեսել է, որ եղբայրները պակաս են, դժվարություններ կան, եկեղեցին հոգս է արել։
Հոգս արել ամուսնական խնդիրը, որը տեսնես ինչքան քույրեր կա, որոնք ասենք չունալով հոգևոր վիճակ ամուսնանում են անավատի հետ եւ շատ դառ կյանքով վերջանում է։ Եվ գիտեք ինչ են արել, եկեղեցում ծոմ հայտարարել են, աղոթք են արել, ամուսնական խնդիրը Տիրոջ առաջ են բերել։ Կար ժամանակ հետո եկեղեցում Տերը լեցրել է երիտասարդ եղբայրներ, ապաշխարության է բերել եւ այդ հարցերը կարգավորվել են։ Վերջ-վերջով դա էլ է ընտանեկան հոգս է, ծնողի հոգս է դա։ Պապայի մոր հոգս է դա, որ իր երեխայի համար աղոթք անում, Տեր, երեխաս մեծացել, երեխաս չափահաս է դարձել։ Այս հարցը լուծի ուզողները շատացել են։ Նման խնդիրների մեջ Աստված գործել է։ Դա էլ հոգս է։ Ընտանիքի համար, ծնողների համար, երիտասարդ քույրի եւ եղբոր համար։ Դա որտեղ նորից եմ ասում կյանքի խնդիր է, որ Աստված լուծի, որ այսօր մեր երիտասարդները չգնան մեղքին, չգնա լույսը խավարի հետ միանալու, որը վերջ-վերջով նորից եմ կրկնում դառնությամբ է վերջանում։ Մեր սուրբ քույրերը ընկնում են ծանր փորձության մեջ, իրանց ապագան խորտակվում է, որպեսզի այդպեսին ապագան չխորտակվի, եւ եղբայրությունը եւ եկեղեցին եւ ընտանիքները պետք է հոգս անեն։ Իմ խնդրվածն է դա։ Երկրորդը, որը վերաբերում է պաշտպանության սայլ ասեմ, դուք գիտեք, որ աշխարհ արդեն այդ հələ շոկերը չկած արդեն մեր կանում են։ Անամոթ, ինչ տեսակ ասեք, իրոք որ դրա մեջ հաճույք են զգում։ Սատանան պիղծ ոգին մարդկանց այդ վիճակի է տանում։ Նրանց հակուսները, նրանց կիսամերգությունները։ Մեկ նայում ես մեզ ասում եք, ես աղջիկներից քիչ եմ շլվարանգնի վրայից։ Ինչ ժամանակ ենք ապրում։ Ես եղել եմ դեպք ասել եմ կգա ժամանակը։ Պաշկեշտ հոգևորների կդնեն ոնց ասած խանգարված մարդկանց տեղ։ Այդքան մեղքը պետք է կուրացնի։ Մարգարոյության մեջ գրված է, ինչքան գիտեմ, Երեմիա մարգարոյության մեջ գրված է, քո անիրավության պատճառով քո մերգությունը պետք է բացվի։ Քո գարշապարը պետք է բացվի։ Այդ բոլորը գալիս է մեղքի եւ պղծության պատճառով։ Որպես նորից եմ ասում անարգանք։ Իմ աղաչանքն է երիտասարդներ։ Ինչքան դեպքեր կա, ծնողները խոսում են, ասում են զավակս մաքուր հագիր, պարկեշտ հագիր, բանի տեղ չեն դնում։ Այսինքն դրանք գայտաղություններ են։ Այնպես չէ որ ամեն անգամ եղբայրները խոսեն, ընտանիքը խոսի, ամուսին բանը, հայր ու մայրը խոսեն։ Հազանվենք Տիրոջ խոսքին, ամեն ինչի մեջ պարկեշտություն։ Երիտասարդների մասին եւ բոլորի մասին է խոսքը։ Ինչքան դեպքեր եղել են ձեր կյանքում, որ ամենածանր քրիտիկական պահին, երբ որ կարճել եք Տիրոջը, հավատացել եք, աղաղակել եք Տիրոջը, Աստված իր փրկության եւ օրհնության դուռն է բացել։ Հարցերը լուծող Աստված է։ Ինչպեսի վիճակ կլինի, ծանր քրիտիկական վիճակ կլինի, հույսը դի Տիրոջ վրա, մի հուսահատվիր։ Տիրոջ նկատմամբ կասկած մի ունեցիր։ Մի թերհավատիր Տիրոջ բարության ողջության նկատմամբ, նա պատրաստ է քեզ օգնել։ Ամեն ծանր վիճակների մեջ հոգսեր կան, խնդիրներ կան, տանական, խնդիրներ կան։ Ոմանք ունեն անավատ ամուսներ, երեխաներ կան, որոնք դժվարության մեջ են, ընտանիքում հիվանդություններ կան, ներքին ստեղ հիվանդներ կան, որոնք ունեն դժվարություններ, հոգսեր կան այստեղ։ Ինչպես իրավիճակներ կան, ում ասենք։ Պետրոսն ասում է, որի երտանք, նա պատրաստ օգնել մեզ։ Եկեք բոլորս կարճենք, կողքինը չնայենք, նայենք Քրիստոսի վերքերին։ Տերը պատրաստ օգնել, բոլորիս էլ օգնելու։